Մայրաքաղաքի ու մարզերի դպրոցականներն ու ուսուցիչները Մայրբուհի կենսաբանության ֆակուլտետում են։ Մասնակցում են բաց դռների օրմիջոցառմանը։ Արմեն Ղուկասյանը իմանալով նախաձեռնության մասին աշակերտների հետ մոտ 365 կիլոմետր կտրել, Մեղրիից Երևան է հասել ուսանողական տարիները վերհիշելու, հարազատ լսարաններում շրջելու համար։ Այո, այսօր բերել եմ իմ աշակերտներին եւ շատ բան կա, գիտեք, պատմելու ֆակուլտետի մասին ես ամբողջը Եթե երևի մեր ժամանակը չի եկին, նույնիսկ ասենք պատմեմ այդ բոլորը։ Ինչ մասնագիտություն ընտրել։ Աշակերտների հարցի պատասխանը ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն են տալիս, ներկայացնում կենսաբան դառնալու առավելությունները։ Մեր հիմնական նպատակները դպրոցականներին ինֆորմացիա, տեղեկատվություն, իրական տեղեկատվություն հասցնել կենսաբանական ֆակուլտետի կողմից մատուցվող կրթական ծրագրերի վերաբերյալ, թե ինչ կրթական ծրագրեր են գործում, ինչ հնարավորություններ կա եւ շրջանավարտները հետագայում որտեղ կարող են աշխատել։ Կենսաբանների, կենսատեխնոլոգների մեծ պահանջարկ կա աշխատաշուկայում, վստահեցնում է դեկանը։ Շատ լայն շրջանակ կա մեր շրջանավարտների աշխատանքային, դա ցանկացած արտադրության ոլորտում, որպես կենսատեխնոլոգներ, կենսաբաններ, որակի վերահսկողություն, բնապահպանական կազմակերպություններ, առողջապահական դիագնոստիկ լաբորատորիաներ։ Ապագա ուսանողները շրջում են բուհի լաբորատորիաներով, զրուցում դասախոսների եւ ուսանողների հետ։ Շատերն արդեն որոշել են, որ բուհ են դիմելու, ինչ մասնագիտությամբ։ Երևանի պետական համալսարան այստեղ։ Իմ համար բնության հետ կապված բոլոր բաները շատ կարևոր են, ինձ հետաքրքրված եմ։ Որոշել եք ուր եք դիմելու։ Երևանի պետական համալսարան Ռոմանո։ Ռոմանո։ Կենսաբանության հանդեպ սեր չկա։ Յուրահատուկ սեր ունեմ քիմիա եւ կենսաբանության առարկաների հետ կապված։ Պոլիտեխնիկ։ Պոլիտեխնիկ։ Դե կողտարի կգամ այստեղ կընդունեմ, կսովորեմ ու արդեն եղ մասնագիտական կորոշեմ։ Ուր եք դիմելու։ Բժշկական համալսարան։ Դեռ տենց շատ չեմ կողնորոշվել, բայց փորձեմ հետագայում կողնորոշվել։ Բուհում վստահ են, ճիշտ մասնագիտություն ընտրած ուսանողները հետագայում աշխատաշուկա են մտնում որպես որակյալ եւ բանիմաց կադրեր։ Բաց դռների օրեր Մայրբուհում էլի կլինեն։ Արամ Մարանդյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։